արդեն ջղաձգումները իշխանության, այստեղ ԿՊ-ն եւ Հանրապետություն կուսակցությունը իրենց դեմքն են ցույց տալիս։ Ակնհայտ է, որ 300 միլիոն դրամ մսխումը, որովհետեւ տեսնում ես, որ մանկապարտեզը անավարտ, լքված, կանալիզացիան է հետում լցում եւ մեկը չկա պատասխանատու եւ նորից ասում եմ, անկախ նրանից ով կլինի, դա բարոյականության հետ խնդրեմ ունեցող մարդ է, եթե այդ ամբողջը տեսնում եւ ձեն չի անում։ Այսինքն մարդ ինչքան պետք է անբարոյական լինի, որ մանկապարտեզներում տեսնի, որ գալիս են կիսավարտ, լքված թողնում գնում են եւ ձեն չանի, անկախ նրանից դա կլինեմ ես, իշխանությունը, Պողոսը, թե շարքային քաղաքականը։ Այսինքն թաղապետը օրինակի համար ես նաեւ պետք է խնդրեմ Արտուրին Չախոյան, որ ինքը զրույցը հանրայնացնի, եթե ճիշտ կհամարի, եւ դրանից հետո բոլորս միասին պատասխան ուզենք եւ նաեւ մեր հասարակությանն ասում եմ, ժողովուրդ ջան, տեսեք, կեղծ Հանրապետության կուսակցությունը, Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը, խաբելով ընդդիմադիր դաշտից հանդես եկող զեները, քվեները գողացող այսօր կոալիցիա դարձողները դառնում են մարդիկ վարչական շրջանի ղեկավար, ովքեր մանուկ հասակում եղել են Շմայսի ֆան կլուբի ներկայացուցիչները, ովքեր երազել են մեծանան դառնան Շմայս, բայց գոնե Շմայսը պատերազմում անցած ճանապարհ ուներ, սրանք ինչ ճանապարհ ունեն։